Հիմա ընտրակաշարքը, քանի որ նաև սանկցիաներն են խստացել, քանի որ իրավապահները ի վերջո սկսել են պայքարել ընտրակաշարքի դեմ, նախ շատ նաև այդ պատճառով է շատ թանկացել եւ երկրորդը իհարկե ընտրակաշարքը շատ զգուշ են անում։ Այսինքն որպես կանոն ընտրակաշարք վերցնողները ոչ միշտ գիտեն, որ արարք են անում, որի համար 7 տարով կարող է դատվեն, 7 տարով։ Հայաստան ընտրակաշարքի համար ամենախիստ պատիժներն ամբողջ Եվրախորհրդի տարածքում։ Իսկ տվողները որպես կանոն լավ էլ գիտեն, որ իրանք նենց հանցանք են անում, որ մինչև 8 տարով կարող է դատվեն։ Տալու համար մինչև 8 տարի է։ Բայց տվողները փորձում են վերցնողներին խաբել, տպավորություն ստեղծել, որտեղ հանցագործություն չկա, տարբեր հնարքներ են կիրառում, որ տպավորություն ստեղծեն վերցնողի մոտ, որ ինքը հանցագործություն չի անում։ Ես ձեզ ասեմ, հաճախ վերցնողները, որոնց նաև իրավապահները բռնում են, վերցնողները զարմացած են ելնում, ասում են՝ «Մի րոպե, էլի, բայց ես ինչ եմ արել, ես ինչ խախտում եմ արել»։ Չեն երգում, որ իրանք փողը վերցրել են։ Բայց իրանց թվում է, որ իրանք ապօրինի բան չեն արել, եւ սա եւս խնդիր է։